Արարատը մեր աչքերում խորագրով մեկօրյա կրթամշակութային միջոցառումը Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Վաչե եւ Թամար Մանուկյան մատենադարանի բակում էր համախմբել Մայրաթորի եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության 100-ած տների շուրջ 150 պատանի նկարիչների։ Ծրագրի իրականացմանն աջակցել էր վերականգնման, առաջընթացի եւ լուսավորության բարեգործական հիմնադրամը։ Սաները 500 տներից են, հեռավորները հասկանալի պատճառներով Գյումրին եւ Վանաձորը չկարողացան իրենց մասնակցությունը ունեցալ, բայց դա չի խանգարում, որ այս նախաձեռնությունը նաեւ իրենք տեղերում, մագազները, դասարաններում ներկայացնեն Արարատը եւ այս գաղափարը գեղեցիկ շարունակական իրենց դասարաններում իրենց սաներին փոխանցեն։ 1990-ականների սկզբներին, երբ մենք գոյա պայքարի մեջ էինք, մեր անկախության շրջանում, այդ տարիների նույնիսկ մարդիկ դժվարությամբ էին կարողանում իրենց օրվա հացը վաստակել, Մայրաթոր Սուրբ Էջմիածնում մի համարձակ միտք մտահղացավ, հատկապես մեր այսօրվա վեհափառ հայրապետի ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի մտքում, որ այդ ժամանակ առաջնորդում էր Երևանի հայրապետական թեմը եւ փոխանորդներ թեմի, նա միտքը հղացավ, որ նախկին պիոներ պալատները կարող են դառնալ ազգային ոգին կերտելու, կրթելու օջախներ եւ սկսած այդ թվականներից Մայրաթոր Սուրբ Էջմիածնի հովանու ներքո վերցվեցին այս կառույցները եւ աստիճանաբար ընդլայնվեց ամբողջ հանրապետության տարածքով մեկ եւ այսօր Մայրաթորի հովանու ներքո շուրջ 7 հայորդաց տուն է գործում տարբեր քաղաքներում եւ իսկապես այդ երեխաները շնորհալի են եւ մենք ականատես ենք լինում, որ այդ կառույցներից դուրս են գալիս հոգեկերտվածքով իսկատիպ հայեր եւ իսկատիպ քրիստոնյա հայեր։ Անձրևաբեր ամպերը վաղ առավոտից անհանգստացրել էին մասնակիցներին, բայց ոչ հոգևորականներին։ Երեխաների Մայրաթոր հասնելուն պես երկինքը կպարզվի վստահեցնում էին նրանք, իսկ նվիրական Արարատը, որ ամենքի սրտում է, կպատկերեն, եթե նույնիսկ ամպերի վարագույրը չբացվի։ Գաղտնիք չէ, որ ազգային խորհրդանիշ բիբլիական Արարատը դարեր շարունակ եղել է հայ նկարիչների ոգեշնչման աղբյուր։ Այն պատկերվել է դասական, իմպրեսիոնիստական, մոդեռն եւ սյուրռեալիստական ոճերով, յուրաքանչյուր նկարչի ստեղծագործության մեջ արտահայտելով տվյալ ժամանակաշրջանի մարտահրավերը։ Սարյան, Իսաբեկյան, Մինաս Ավետիսյան, Հովհաննես Այվազովսկի, Գևորգ Փաշինջաղյան, Փանոս Թերլեմեզյան, Գեղիշե Թադևոսյան, Հակոբ Հակոբյան, շարքը իհարկե կարելի է շարունակել եւ փաստել, որ նրանցից յուրաքանչյուրը որպես հոգեվոր մեծ ժառանգություն մեզ է թողել իր չկրկնվող Արարատը։ Երեխաները տեսել են գունեղ կտավները, սիրել ու այսօր փորձում են վերստեղծել Սրբազան լեռան իրենց տարբերակը։ Նկարում եմ Արարատը, որը մեր հայության, տոկունության, հավերժության, հայրենիքի խորհրդանիշն է։ Ընտրել եմ իմ սիրելի գույները ու այս երկրին ավելի հարազատ գույները, որովհետև այս երկիրը իր մեջ պահում է մեծ տաքություն ու ես որոշել եմ այդ տաքությունն ու էներգիան փոխանցեմ իմ գույներով։ Ես նկարում եմ մի քիչ անիմացիոն ու ինքը լինելու է երկինքը Հայաստանի դրոշի գույներով։ Ամեն անգամ դպրոց գնալուց ես Արարատը տեսնում եմ ամեն առավոտ, թե դպրոց գնալուց, թե տուն գնալուց, թե ամեն անգամ պատուհանից դուրս նայելուց, ու ամեն անգամ Արարատը ներկայանում է մի նոր կերպարով ու ամեն անգամ ավելի հետաքրքիր։ Փորձել եմ նկարել են, ինչ ամեն օր տեսնելուց զգում եմ։ Մատենադարանի բակում կազմակերպված աշխատարանին մասնակցում էին նաև անվանի նկարիչներ։ Ես անցա նայեցի, ահագին աշխատանքներ կային եւ ապշելու բան կա։ Մեկը նկարել էր Նախիջևանի կողմից, մեկը Արարատը հակառակ կողմից։ Երեխաներ են, ուզում են այսպես այդ զուտ հայեցի լեռը, ուզում են, որ բոլոր կողմերից տեսնեն եւ զգան։ Եվ հրաշալի է նաև այն առումով, որ առանձնահատուկ այսպես բան ունեն, ամեն մեկը կարողանում է իր այն զգացականը մի անգամից թղթին հանձնել։ Անձամբ ես իմ մանկության տարիներից սկսած եւ որևէ նկարիչ կարծում եմ միշտ Արարատը անդրադարձել է, անգամ եթե իր ոճական առանձնահատկությունների մեջ չի մտնում բնավ նկարը, Արարատը անպայման նկարում է։ Եթե կարելի է փոքրիկ դրվագ ասեմ իմ մանկությունից, մեր Գյումրիում եմ ես ապրել այն ժամանակ Լենինականում, մեր սեփական տան պատին ավելացված ներկ կար, որը սովորական ներկ, ոչ նկարչական, սպիտակ ներկ էր։ Այդ ներկով ես մեր պատին Արարատ եմ նկարել դպրոցական ժամանակներից, մինչև հիմա պահպանվել է։
եւ մեր տունակացիները կատակով ասում էին Լեննականից Արարատը երևում է փաստորեն։ Հայորդաց տների երեխաների մասնակցությամբ այս միջոցառումը կամփոփվի Մայրաթորի տարածքում կամ Վաչե եւ Թամար Մանուկյան մատենադարանում բացված մեծ ցուցահանդեսով։ Յուրաքանչյուր աշխատանք կլրացվի հեղինակային փոքրիկ էսսեյով, համացանցում հասանելի կլինեն նաեւ ցուցահանդեսի թվային կատալոգը եւ ալբոմը։ Լիանա Չիչակյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։